Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում հայկական էներգահամակարգերի միացումն ադրբեջանականի և թուրքականի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին նա հայտնել է այսօրվա ասուլիսում։ Նրա խոսքով միասնական էներգետիկ տարածքի ստեղծումը տարածաշրջանը կվերածի միջազգային հզոր արտահանողի, սա նաև կդառնա նոր անվտանգության ճարտարապետության հիմքը, ավելացրել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ունեն ավելորդ էներգետիկ հզորություն։ Սա նրա կարծիքով հող է նախապատրաստում փոխշահավայր համագործակցության համար։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 29-ին շարունակվել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստը։ Պայքարի աջակիցները շարֆերով ողջունել են 18 արդարներին։ Ստրասբուրգ այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի հետ։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպոլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ։ Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Նա Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 4-րդ կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տեսակցությունները սահմանափակված են միայն մերձավոր ազգականների և փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Դիվանագետի խոսքով, նույնիսկ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը ավարտվի, Ռուսաստանը կմնա ամենաէական և անմիջական անվտանգության սպառնալիքը ՆԱՏՕ-ի բոլոր դոկտրինալ փաստաթղթերում։ Դրա հիման վրա ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը, ավելացնելով ռազմական ծախսերը, զարգացնելով իր կարողությունները մեր սահմանների երկայնքով և տեղակայելով նոր առաքելություններ և գործողություններ Արևելյան Եվրոպայում, հայտնել է Մասլենիկովը։ Սլավյանսկի և Կրամատորսկի Ռուսաստանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ուկրաինայի զինված ուժերը կբախվեն Դոնբասի ճակատի փլուզմանը։ Այս մասին Sky News-ին հայտնել է բրիտանացի ռազմական փորձագետ և վերլուծաբան Քլարկը։ Նրա խոսքով այս քաղաքները կարևոր դեր են խաղում Ուկրաինայի զինված ուժերի համար Դոնբասի իրենց կողմից վերահսկվող հատվածը պահպանելու գործում։ Նրանց կորուստը կհանգեցնի ճակատի փլուզմանը։ Եթե Սլավյանսկն ու Կրամատորսկը ընկնեն, մնացածը կհետևեն դրան։ Սլավյանսկը պատմականորեն և քաղաքականապես շատ կարևոր է, քանի որ ուկրաինացիները այն վերանվաճեցին 2014 թվականին, ասել է փորձագետը։ Չինաստանը կոչ է անում Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին խստորեն հետևել 3 սկզբունքների՝ իրավիճակը սառեցնելու և լարվածության բարձրացումը կանխելու նպատակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ Չինական կողմը անփոփոխ կերպով կոչ է անում բոլոր կողմերին պահպանել 3 սկզբունքները։ Մարտի դաշտը չպետք է ընդլայնվի, մարտական գործողությունները չպետք է սրվեն, իսկ կողմերը չպետք է վառեն հակամարտության կրակը, ասել է ներկայացուցիչը։ Կան սահմանափակումներ այն զիջումների համար, որոնց պատրաստ է գնալ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության բանակցությունների ընթացքում, քանի որ ցանկանում է պատմության մեջ մտնել որպես Ուկրաինան փրկած նախագահ։ Այս մասին Պոլիտիկոին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն։ Փորձագետը զգուշավոր լավատեսություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ։ Նրա խոսքով տարբեր տեխնիկական ասպեկտների քննարկման փաստն ինքնին դրական զարգացում է։ Նա նաև հիշեցրել է, որ 1 տարի առաջ մեծ հույսեր կային, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգնի վերջ դնել հակամարտությանը, բայց այժմ այդ հույսերը մարել են։ Քաղաքագետը նշել է, որ կան նաև սահմանափակումներ այն զիջումների համար, որոնց պատրաստ է գնալ Ուկրաինայի առաջնորդը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է լիարժեք ներգրաված լինեն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործընթացում։ Մենք քննարկել ենք անցած շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը եւ եկել ենք այն եզրակացության, որ եվրոպացիները պետք է ամբողջությամբ մասնակցեն այն հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում են իրենց, հայտնել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նա ընդգծել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Մակրոնը նշել է նաև, որ Ֆրանսիան եվրոպական մակարդակով կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ, նպատակ ունենալով հակազդել այսպես կոչված ստվերային նավատորմին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացառել են ՆԱՏՕ-ի զուգահեռ եվրոպական բանակ ստեղծելու հնարավորությունը։ Եվրոպական յուրաքանչյուր երկիր արդեն ունի իր բանակը, իսկ Եվրամիության 23 երկրներ նաև ՆԱՏՕ-ի անդամ են, ուստի չեն կարող պատկերացնել, որ նրանք կստեղծեն ևս մեկ առանձին եվրոպական բանակ։ Հայտարարել է Կալասը Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին այն հնարավորության վերաբերյալ, որ եվրոպական բանակի կորիզը կարող են կազմել Ուկրաինայի զինված ուժերը։ Զինված ուժերը պետք է ունենան հստակ հրամանատարական կառուցվածք, ով է ենթարկվում։ Եթե սկսենք ստեղծել զուգահեռ կառույցներ, դա միայն կխճճի ընդհանուր պատկերը, ընդգծել է Կալասը։ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելվել է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպությանը եւ այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ կատարել առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Այնուհետև հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշումը, որը հունվարի 19-ին արձեռն հանձնվել է Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի դիվանատուն։ Մինչդեռ նման պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նկատի ունենալով, որ հաղորդման փաստվում են դատական ակտը չկատարելու եւ այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, հունվարի 29-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային եւ ապացուցողական գործողություններ։ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ լուրջ կորուստներ կբերի Միացյալ Նահանգներին, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին։ Մենք ունենք թշնամուն վնաս հասցնելու կարողություն եւ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած սադրանք լուրջ կորուստներ կբերի, ասել է Սայարին։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը մերձավոր արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ քաղաքական կարգը։ Ամերիկացի ֆիզիկոս Հարվարդի նախկին պրոֆեսոր Մայքլ Գիլենը պնդում է, որ գտել է աստվածաշնչյան դրախտի տեղը։ Նրա կարծիքով այնտեղ անցյալ, ներկա եւ ապագա չկա։ Գիլենը նշել է, որ այս երևույթը համապատասխանում է աստվածաշնչում նկարագրված դրախտին։ Այնուամենայնիվ աստղագետների մեծ մասը այլ կարծիքի է։ Նրանք պնդում են, որ դիտարկելի տիեզերքից անդին շարունակվում է տիեզերքը, որը մենք չենք կարող տեսնել լույսի սահմանափակ արագության պատճառով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում 8-ից 9 ռազմական բազաներում տեղակայված է 30-ից 40 հազար ամերիկացի զինվոր։ Տարածաշրջանում մեր ներկայության վերաբերյալ ուզում եմ սահմանել հիմնական մեկնարկային կետը։ Տարածաշրջանում 8-ից 9 օբյեկտներում տեղակայված է 30-ից 40 հազար ամերիկացի զինվոր, ասել է Ռուբիոն։ Նրա խոսքով Վաշինգտոնը տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա հարձակման սպառնալիքը համարում է իրական եւ հետեւաբար իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարված հասցնել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից սպասվող հարձակման մասին։
Եթե Իրանը չկնքի միջուկային համաձայնագիրը կբախվի ավելի վատ հարձակման, սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա զգուշացրել է, որ USS Abraham Lincoln-ի գլխավորած հսկայական նավատորմը շարժվում է դեպի հանրապետություն։ Հուսանք, որ Իրանը արագ կնստի սեղանի շուրջ բանակցությունների համար եւ կհասնի արդար ու հավասար համաձայնագրի, առանց միջուկային զենքի։ Դրանից կշահեն բոլոր կողմերը, ասել է Սպիտակ տան նախագահը։ Ամերիկացի առաջնորդը զգուշացրել է, որ ժամանակը սպառվում է եւ կոչ է արել Թեհրանին համաձայնագիր կնքել։ Դեռ վաղ է խոսել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների արդյունքների մասին, ամեն ինչ կախված է Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մալեք Դուդակովը։ Նրա խոսքով աշխատանքը ընթանում է բառացիորեն մեր աչքի առաջ եւ դատելով արտահոսած հաղորդագրություններից, ամեն ինչ կախված է Ուկրաինայի դժկամությունից, իր զորքերը Դոնբասի Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող մասից դուրս բերելու հարցում։ Կիևը փորձում է բանակցել ԱՄՆ-ից պահանջելով անվտանգության երաշխիքներ եւ պատերազմից հետո ներդրումներ, որոնք Վաշինգտոնը չունի, ընդգծել է փորձագետը։ Բոլորի համար, հատկապես ամերիկացիների, ակնհայտ է, որ պայմանները չափազանց բարձր են, ինչը նշանակում է, որ ուկրաինացիները չափազանց շատ բան են պահանջում։ Ահա թե ինչու ամերիկացիները չեն համաձայնվել որևէ հստակ համաձայնագրի ուկրաինացիների հետ եւ փորձում են ձգձգել բանակցային գործընթացը, ասել է Դուդակովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է կազմակերպել եռակողմ բարձր մակարդակի հանդիպում Իրանի մասնակցությամբ։ Ըստ տեղեկությունների, Թրամփը դիտարկում է Իրանի նկատմամբ հզոր հարվածներ հասցնելու հնարավորությունը այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել։ Վերջին հեռախոսազրույցի հիմնական թեման Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի միջև եղել է Իրանը։ Էրդողանը կրկին ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը եւ առաջարկել է քննարկել այս հարցը բանակցային սեղանի շուրջ։ Նախագահը ԱՄՆ-ին եւ Իրանին հորդորել է կազմակերպել եռակողմ բարձր մակարդակի հանդիպում Թուրքիայի մասնակցությամբ, որը կարող է անցկացվել հեռավար կոնֆերանսի ձևաչափով։ Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել։ Այս մասին կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանին պատգամավորի թեկնածություն գրկելուն։ Պարոն Սարգսյանին ԿՊ-ում ամիսներ առաջ խիստ նկատողություն է արվել, նա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետևում են իրավական ընթացակարգեր, սա ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն անգամ իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները, այդ թվում կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, ասել է Փաշինյանը։ Ապա անդրադառնալով Եվրամեդիա 24-ի լրագրողի այն դիտարկմանը, թե այսօր Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում հայտարարել է, որ թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, թրիփը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը, դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։ ԱՄՆ-ն այս ծրագրում զրոտնտեսական շահ ունի, միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Հարցին, թե ինչպես է ինքը գնահատում թրիփի շուրջ այս գնահատականներն ու մտահոգությունները, Փաշինյանը պատասխանել է. Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրել է, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով նախորդային արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, ով պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորներից մեկի հարցին Հայաստանում բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին, հայտարարել է, թե հոգևորականների նկատմամբ հալածանքներ չկան։ Քոչարյանը նաև ընդգծել է, թե իր նախագահության տարիներին վեհափառ Հայրապետի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել։ Իմ նախագահության տարիներին պարբերաբար հանդիպել ենք վեհափառի հետ, որևէ միտք վեհափառ Հայրապետին փոխելու կամ այլ պատմությունների մեջ մտնելու ոչ թե չի եղել, այլ եթե որևէ մեկն ինձ ասեր, որ գալու է մի պահ ու մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, որ հարց թվողը հոգեկան հիվանդ է։ Իմ ղեկավարման ժամանակ ամենից մեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում հենց վեհափառի շնորհիվ։ Նա կարողացել է ֆինանսական միջոցներ հայթայթել եւ
բավականին եկեղեցիներ են կառուցվել։ Երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության մթնոլորտ ձևավորել։ Հակառակը միշտ ասում էի, ինչով կարող ենք օգնել։ Փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որն այդ պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես, որ այդ պետականությունը քանդվի, ուրեմն ինքնությունը թույլատրու։ Դա ինձ մոտ աքսիոմատիկ մոտեցում է եւ այդ մոտեցումն ունենալով չէր կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորվել եկեղեցու հետ, որևէ տարաձայնություն չի եղել, ասել է Քոչարյանը։ Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու եւ դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ին ներառյալ։ Բանակում տեղի ունեցած տեսանելի փոփոխություններից մեկը համազգեստինն է, որը սկսված է եւ որը պետք է շարունակվի։ Այս մասին զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի արդիվ պաշտպանության նախարարությունում իր այցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է։ Ընդ որում դա դեռ նախնական դաշտային համազգեստի նմուշներն են։ Մենք նաեւ ամենօրյա եւ տոնական համազգեստներ ենք ունենալու բոլորովին նոր տրամաբանությամբ։ Ոնց կարող է բանակի համազգեստը 15-20 տարի լինել նույնը։ Ես չեմ ասում, որ անընդհատ պիտի փոխվի, բայց համազգեստին պիտի 5 տարին մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի։ Դա միայն ֆիզիկական մաշվածության խնդիր չէ, նաև բարոյական մաշվածության խնդիր կա եւ սա համազգեստին չի վերաբերվում։ Սա վերաբերվում է ամեն ինչի, սա վերաբերվում է բոլորին։ Մենք կարող ենք չփոխվել, բայց աշխարհն է փոխվում։ Երբ որ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, մենք դուրս ենք մնում դրանից եւ դա ցավոք այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, որոշել ենք փոխել այդ գործելակերպը, նշել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով այն վարչապետը, նախարարը, գեներալը, սպան, որը համարում է ինքը ամեն ինչ գիտի, հենց այդ պահից ինքը դադարում է լինել պրոֆեսիոնալ, հենց այդ պահից ինքը այլևս չի կարող համապատասխան լինել իր ծառայությանը։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, իսկ նմանօրինակ խոսակցությունները պարզապես բամբասանքներ են։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների մասին եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցիչի հարցին։ Անդրադառնալով միթե հայ եկեղեցու դեմ ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը ժողովրդավարական, կրոնական եւ խոսքի իրավունքի ազատությունների խախտում չեն падգամավորի հարցին, Արարատ Միրզոյանը ափսոսանք է հայտնել, որ падգամավորի տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։ Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, ընդգծել է Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարը ԵԽԽՎ падգամավորի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ հոգևորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են անում։ Բանակում 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել։ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցից չկա զոհ կամ վիրավոր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ զորքերում ծանր հանցագործությունների թիվը եւս նվազել է։ Բանակը շոշափելի ձեռքբերումներ ունի օրինապահության եւ կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում։ Զինվորական իրավապահ մարմինների եւ զորամասերի հրամանատարության համագործակցված աշխատանքի շնորհիվ զորքերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է։ 2025 թվականին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով ոչ մի զինծառայող չի վիրավորվել կամ զոհվել։ Եվս ոչ միայն բանակի պատմության աննախադեպ ձեռքբերում է, այլև Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր իրադարձություն։ Այնուամենայնիվ, կանոնադրային հարաբերությունների եւ միջանձնային բարքերի բարելավման նպատակով մենք 2026 թվականը հայտարարել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի եւ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր եւ քրեացին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու
նպատակի իրագործման։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենքի։ Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են մատները ձգանին անհապաղ եւ հզոր արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային եւ ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեսիային։ Միևնույն ժամանակ Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար եւ հավասար միջուկային համաձայնագիրը, հավասար պայմաններով եւ առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ եւ ապահովում է միջուկային զենքի բացակայությունը։ Նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում եւ մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել, նշել է նախարարը։ ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողության իրականացումը, ահա թե ինչպես է պետք արտուղար Մարկո Ռուբիոն պատասխանել Իրանի վրա հարձակման հնարավորության մասին հարցին։ Մենք պետք է բավարար ուժ եւ իշխանություն ունենանք մերձավոր արևելքում, պաշտպանվելու այն հնարավորությունից, որ ինչ-որ պահի որոշակի իրադարձությունների արդյունքում իրանական ռեժիմը կարող է որոշել հարձակվել տարածաշրջանում գտնվող մեր ուժերի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ պահպանում է կանխարգելիչ պաշտպանական տարբերակի իրավունքը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջությունը բանավեճի տեղիք է տվել եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում։ Ես որևէ պատճառ չունեմ կասկածելու նախագահ Թրամփի առողջությանը, ասել է Մերցը։ Ավելի վաղ Պոլիտիկոն հայտնել էր, որ եվրոպացի քաղաքական գործիչները ակտիվորեն քննարկում են Թրամփի առողջությունը, չնայած ամերիկացի առաջնորդը վերջերս հայտարարել էր, որ գերազանց առողջական վիճակում է։ Հունվարի 28-ին Հայաստանը նշում էր բանակի օրը։ Տյումենի հայկական համայնքի ղեկավար բարերար Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հասարակական գործիչը շեշտել է հայրենիքի պաշտպանների սերունդների միջև անխզելի կապը եւ հարգել նահատակված զինվորների հիշատակը։ Աբրահամ Հովեյանը հատուկ շեշտադրել է ժամանակակից հայկական բանակի եւ խորհրդային շրջանում ձևավորված ավանդույթների միջև անբաժանելի կապը։ Ինձ համար որպես մարդ, որը ծառայել է խորհրդային բանակում, հունվարի 28-ը պարզապես պաշտոնական ամսաթիվ չէ, այն անձնական տոն է լի հիշողությամբ եւ հարգանքով։ Խորհրդային բանակը կյանքի եւ տղամարդկության իսկական դպրոց էր, դրա շարքերից են ծնվել բազմաթիվ ականավոր հայ զինվորականներ եւ հերոսներ, ինչպիսիք են Իվան Քրիստափորի Բաղրամյանը եւ Համազազբ Խաչատուրի Բաբաջանյանը։ Ժամանակակից հայկական բանակը հանդիսանում է այս ռազմական ավանդույթների բարձր կարգապահության, տոկունության եւ պարտքի նկատմամբ նվիրվածության ժառանգորդը, ասել է Հովեյանը։ Հասարակական գործիչը նաեւ հարգանքի տուրք է մատուցել վերջին շրջանում ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին։ Դիմելով ներկայիս պաշտպաններին Աբրահամ Հովեյանը վստահություն է հայտնել նրանց բարձր պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ։ Մեր ինքնիշխանությունը պաշտպանող ուժեղ եւ ժամանակակից բանակը Հայաստանի զարգացման եւ բարգավաճման գրավականն է, եզրափակել է Հովեյանը։ Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ քաղաքական կարգը։ Նա նշել է, մենք հակառակորդին վնաս հասցնելու հնարավորություններ ունենք եւ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած ռիսկ կհանգեցնի լուրջ կորուստների։ Վերջինիս խոսքով ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը մերձավոր արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ քաղաքական կարգը։ ՆԱՏՕ-ի RQ-4D Ֆենիքս հետախուզական անօդաչու թռչող սարքը Ֆինլանդիայում առաջին անգամ տեղակայվել է 2025 թվականի ամռանը, հաղորդում է Ֆինլանդիայի ռազմական հետախուզությունը։ 2025 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի հսկողության եւ հետախուզության ուժերի մաս կազմող RQ-4D Ֆենիքս հեռակառավարվող հետախուզական ինքնաթիռը առաջին անգամ տեղակայվել է Ֆինլանդիայում, գործելով Պիրկալայի Սատակունտա ավիաբազայի, նշվում է փաստաթղթում։ Հետախուզական գործակալությունը նշել է, որ այս տեղակայման եւ համատեղ հետախուզական միջոցների օգտագործման շնորհիվ դաշինքի իրավիճակային իրազեկությունը բարձրացել է։
Ուկրաինայի ղեկավարությունը խախտել է թույլատրելի սահմանը Հունգարիայի նկատմամբ իր հարձակումների եւ ներքին գործերին միջամտության մեջ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նշելով, որ երկու երկրների հարաբերությունները հայտնվել են կոնֆլիկտային վիճակում։ Արդեն մի քանի օր է Հունգարիան հայտնվել է թիրախում, սակայն նախագահից, արտաքին գործերի նախարարից եւ ծայրահեղական զինված խմբերից եկած սպառնալիքները չեն խանգարի մեզ պաշտպանել հունգարացիների շահերը, նշել է Օրբանը։ Նա հաստատել է, որ այս սպառնալիքների առկայության դեպքում Հունգարիան չի ուղարկի Կիևին գումարներ, որոնք ծախսվելու են ուկրաինացի օլիգարխների ոսկե լոգարանների վրա, չի թույլատրի ռուսական նավթի եւ գազի նկատմամբ արգելք սահմանել եւ չի թույլատրի Ուկրաինային միանալ Եվրամիությանը։ Մինչև Հունգարիայում կլինի ազգային ուղղվածությամբ կառավարություն, այս հարցերը չեն լուծվի Կիևում եւ Բրյուսելում։ Այդ մասին գիտեն նաեւ Ուկրաինայում։ Հենց դրա համար նրանք ցանկանում են Բուդապեշտում Ուկրաինային բարեկամական նոր կառավարություն եւ այդ պատճառով մեզ մշտապես սպառնում են, հայտարարել է վարչապետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում շատ լավ բաներ են տեղի ունենում եւ վստահություն է հայտնել, որ խաղաղությունը ճանապարհին է։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հնչել է Կիևից լուրերի ֆոնին, որտեղ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի կնքման վերջնաժամկետ է սահմանել մայիսի 15-ը։ Երբ ես առաջադրվեցի պաշտոնի համար, չգիտեի, որ 8 պատերազմ կա։ Նույնիսկ չէի մտածում դրա մասին, բայց դա 8 պատերազմների լուծում էր, իսկ 9-րդը արդեն ճանապարհին է, ասել է ամերիկացի առաջնորդը։ Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով։ Այս մասին ասված է Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանի Հայոց բանակի 34-րդ տարեդարձի առթիվ արված շնորհավորական ուղերձում, որում մասնավորապես ասվում է. «Մենք մեր հայրենիքի զինվորներն ենք եւ մեր պարտքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու Հայաստանի հզորացումը։ Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, այն օրը, երբ մենք պատվում ենք մեր հերոսներին եւ հայ ժողովրդի կամքն է շարունակել պայքարել ապրելու անկախ, ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանում։ Քաջությունն ու պարտքի զգացումը մեր ազգային ինքնության մասն են։ Հայոց բանակը պետք է լինի ոչ միայն հզոր, այլև ժամանակակից տեխնոլոգիապես առավելագույնս մարտունակ։ Դա ոչ թե ցանկություն է, այլ պետության գոյության եւ ապագայի հարցը։ Հայաստանի անվտանգությունը մեր գլխավոր ազգային առաջնահերթությունն է։ Այդ անվտանգության վրա են խարսխված տնտեսությունը, դիվանագիտությունը, միջազգային կշիռը եւ մեր պետության կարողությունը հանդես գալու որպես սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ միջազգային հարաբերություններում։ Այնտեղ, որտեղ ուժ չկա, չկա հարգանք, այնտեղ, որտեղ պաշտպանություն չկա, չկա ապագա։ Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով։ Հայաստանի պետականությունը եւ զարգացումը անհնար են առանց ուժի, իսկ այդ ուժը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ ռազմավարական։ Մեր հերոսների քաջությունը ուղենիշ է ապագա սերունդների համար։ Նրանց օրինակը մեր պարտքն է կառուցելու ուժեղ, հարգված եւ հաղթական Հայաստան։ Ես միշտ եղել եմ Հայոց բանակի կողքին, կամ եւ կլինեմ, եւ մեր ընդհանուր խնդիրն է հասնել հաղթանակների, ոչ թե արդարացումների։ Փառք Հայոց բանակին, փառք նահատակված հերոսներին, փառք Հայաստանի Հանրապետությանը, ասված է Արման Վարդանյանի ուղերձում։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 29-ի ցերեկը 30-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը եւ առավոտյան ժամերին 30-ի ուշ երեկոյան 31-ին, փետրվարի 1-ից 2-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Հունվարի 30-ից 31-ը, փետրվարի 1-ից 2-ն առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Հունվարի 28-ի ցերեկը 29-ից 31-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-ից 30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։